Պարոն Վարդանյան, խնդրեմ հարցերս շատ են, եթե հնարավոր է, որպեսզի չկրկնվեմ, կամ առնվազն հիշեք։ Նախ առաջինը դուք ձեր կարգավորման մեջ, որ ասում եք կառավարությունը, ասենք ֆորս մաժոր կլինի ժողովրդի լեզվով ասած ճգնաժամա, դիմում է պետական մարմնին, հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին, ասում է ենթադրենք լուծի այս խնդիրը։ Չափանիշներ կան, թե տենց օրինակ ասենք ոնց է կառավարությունը մեկել, որտեվ հիմնական նաև վեճը ստեղ է, չէ, այստեղ շահարկում բառը տեղին է, մի մասն ասում է քաղաքական դրդապատճառ է, ենթադրենք դուք որպես հեղինակ ասում եք չէ, այ մարդ օբյեկտիվ հիմք է։ Հիմա քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ասենք ուզում է հասկանա, որ դեպքում է, որ կարմիր լույսը վառվում է, օրինակ սվետաֆորը ունի 3 գույն, էլի չէ, լուսաֆորը, կանաչ, կարմիր, դեղին եւ գիտենք ամեն գույնի տակ ինչ պետք է անենք։ Երկրորդ հարցը, հիմա դուք ասում եք օրենքով բազմոլորտ բան է, պարոն Թունյանն էլ զարմանում է ինչի է այսպիսի շատ քննարկում եւ այլն, որտեվ ինքը հանրային բավականին մեծ հնչեղություն ունի նաև տնտեսության իմաստով եւ շարքային քաղաքացիների համար եւ մեր անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր հարցադրում է։ Հիմա նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով, որին դուք բնականաբար ավելի քաջատեղյակ եք, այնտեղ այսպիսի փոքրիկ գործիք կա, կարևոր։ Ասում է կարևոր օրենքները պետք է ունենան ազդեցություն գնահատումներ, մասնագիտական, օրինակ ներդրումների վրա ինչպես կազդի, երկրի ներդրումային միջավայրի վրա ոնց կազդի, չգիտեմ, երկրի ամենատարբեր հանրային կյանքի ոլորտներում ինչպես պետք է։ Եվ իդեպ ասեմ, շատ լավ կարգավորված է այդ գործիքը, կան նաև ենթահորինձրական ակտեր, կամ պատասխանատու մարմիններ։ Հիմա որ դուք ոտի վրա բերել եք այս ամեն ինչը, այսինքն ես նույնիսկ սրա ամփոփաթերթերը մենք տենց էլ չտեսանք, ով ինչ կարծիք ուներ գերատեսչություններից, դեմ էր, կողմ էր, ձեռնպահեր, ողջունում էր, չէ, զուտ մասնագիտական իմաստով այդ ազդեցության գնահատումները արդյոք խնդրահարույց չի, որ մնացած հարցերը ես պարոն Մինասյանի ասածով եմ առաջնորդվել 2 րոպե բանալսի։ Այո, ես ժամանակ եմ պահել։ Այդ մնացած արձագանքի ժամանակ, խնդրեմ պարոն Վարդան։ Ես 2 հարց եմ արձանագրել, բարոյական։ Երրորդը չեմ հիշում, եթե բանը, մեկը հիմքերն է, մյուսը impact assessment-ն է, այսպես ազդեցության գնահատականը, երրորդը հիմքերը։ Լավ, շատ բարի, եթե չպատասխանեմ, խնդիր չկա։ Ուրեմն նախ, եթե ուշադրություն դարձնեք էներգետիկայի մասին օրենքի, փոփոխող օրենքի 52.1 հոդվածին, սա օրենքում լրացում կատարելու մասին 3-րդ հոդվածն է, սա գրած է կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում ի թիվս այլնի հաշվի է առնվում նաև լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը։ Այսինքն այն հիմքերի առկայությունը, այսինքն բովանդակությունը, որ պարագայում, ինչ հիմքերի պարագայում սա կարող է կիրառվել կամ։ Երկրորդ, եթե ուշադրություն դարձնեք հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածը, որը համալրվում է 9-րդ հոդվածով, այստեղ նախատեսում է դեպի, որ ոչ թե յուրաքանչյուր սուբյեկտ ու մտքով անցել է դիմի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, այլ մենք կառավարության լիազոր մարմնի համապատասխան հաղորդումը կարահիմք հանդիսանա նման միջոցառումներ կիրառելու համար, այսինքն մենք ունենք սուբյեկտ, որը կարադիմի խախտումների առկայության պարագայում, մենք ունենք բովանդակային հիմք, այսինքն որ ինչը պետք է հաշվի առնվի, որում չի սահմանափակում սրանով, բայց ըստ էության հիմա ընդունում ենք առնվազն նախկինում կատարված խախտումների քանակ, հաճախականություն կամ բնույթ։ Այսինքն այս 3-ը այն չափանիշներն են բովանդակային, որի հիման վրա վարույթ կարող է հարուցվել։ Հիմա impact assessment-ի հետ կապված, ազդեցության գնահատականի հետ կապված, ես շատ շնորհակալ եմ, որ այդ հարցը բարձրացնում եք։ Չէ, իրոք շնորհակալ եմ։ Որովհետև ես շատ կուզենայի, որ դուք ձեր նախագծերը, այդ թվում որ դուք եք ներկայացրել նախագծերը, այդ թվում հայտարարությունների նախագծերը, շատ բարի, շատ շնորհակալ եմ, որովհետև դուք բացեցիք այն վարկղը, որի մասին չենք ուզում խոսենք, բայց արեք խոսենք։ Նախագիծը խորհրդարանական նախագիծ է եւ ներկայացվում է խորհրդարանի խմբակցության կողմից։
կառավարությունը այս հարցով impact assessment արել է թե չի արել, նախ արած է, երկրորդն էլ կներեք, բայց առաջին նախագծով, որ մենք նման իրավիճակ ունենք եւ այդ impact assessment-ը սա բոլոր նախագծերի պարագայում կիրառել ենք, թե ոչ։ Բայց ամփոփում եմ, որ երբ երկար խոսանք, էլի, ազդեցության գնահատականը իմ կարծիքով ազդեցության գնահատականը առավել քան պարզ է։ Արձագանքի համար մինչև 1 րոպե, ուղղակի պարոն Ավետիսյան, այդ դուք եք լավ պարոն Ավետիսյան, որտեղ է գրած։ Լավ դուք այդ չեք կարդացել, բայց 2 րոպե, ուղղակի մի հատ բան ասեմ, այդ ազդեցության գնահատականի մասին այս հանձնաժողովի նիստում արդեն մի քանի անգամ խոսել ենք, ուզեմ հիշեցնել, որ դա իմպերատիվ պահանջ չի, այսինքն կառավարության կողմից ազդեցության այդ իրանք են որոշում, այսինքն կառավարությունը ինքն է որոշում, որ նախագծերի վերաբերյալ ազդեցության գնահատական ներկայացնի։ Խնդրեմ։ Լավ, ուրեմն տեսեք, քիչ առաջ դուք այսպես այն բանի վիլկայի մասին եք խոսում, որ 300,000-ից 3 միլիոն բան, հիմա վկայակոչում եք մի հատ անորոշ ձևակերպում, ասում եք չափանիշ։ Պարզը պիտի գրած լիներ խախտում, ոչ էր գրած լինելու քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք, սենց կանենք, կնես կանենք։ Այսինքն այդ ձեր ձևակերպան մեջ չափանիշ չկա։ Հետո բնական է, որ պիտի կառավարությունը դիմի։ Հիմա հաջորդ հարցը, օրինակ, ինչ կատարողական ունի, ասենք, հեծը ըստ գործունեության հիմնական ցուցանիշների, որ հիմա դուք, ասենք, դրանից դրդված բերել եք, այսինքն որ ցուցանիշներն է, որ վերլուծությունն է, որ ասենք գնահատվել է բացասական ու դուք բերել եք կոնկրետ, էլի գետնի վրա, ասենք, բան նորմատիվներն է կորուստների, թե ներդրումները չի կատարել, թե ինչ չի արել, էլի, բացի այն հայտարարությունից, որը քաղաքական է, բոլորս գիտենք եւ չի տեղավորվում ձեր նախագծի մեջ։ Հաջորդը էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մեջ, օրինակ, որ մասնա հեծինը, այսինքն կա X ժամ տարեկան ենթադրենք վթարային անջատում Հայաստանի Հանրապետությունում կամ 1 սպառողի հաշվով, հիմա դրա որ մասն է, այսինքն ամբողջությամբ, ասենք, հեծի վրա ենք դա բրդում, հրում կամ դնում, թե ստեղ կա օրինակ բեցը կամ այլ նաև պատասխանատուներ հեծի դաշտից դուրս, որ ասենք բերել են դրան օբյեկտիվորեն եւ ստեղ վերջին հարցը 4.7 դրամ, որ թանկացել է։ Դուք եք բերել նախագիծը, ես ինչ անեմ, հիմա ձեզ եմ հարցնում, դուք եք հիմնական զեկուցողը։ 4.7 դրամ թանկացման մեջ, օրինակ, հեծի մասնաբաժինը ո՞րն է եղել, այսինքն, օրինակ այդ 4.7 դրամի թանկացման տարբեր գործոններ ու պատճառներ կան, որ շատ չբարդացնենք, էլի, 4.7 դրամ թանկացումից որ մասնա, որ, ասենք, հեծը, այո, որ հեծն է եղել, ասենք, այդ գործոնը կամ հեծի գործունեությունը, որ այդ թանկացումն եղել է, դեպ մեր հայրենակիցների համար ասեմ, որ այս տարիներին 15 թվականից մինչև այսօրվա դրությամբ 4.7 դրամա կիլովատժամը, ասենք, թանկացել, ամենայն դեպս դրա մեջ ուզում ենք հեծի Խնդրեմ, պարոն Վարդան։ Տեսեք, առաջինը, որպեսզի պարզենք ինչա տեղի ունեցել, ինչ իրավիճակ ասում եք, մենք երեք քննարկումների ժամանակ դուք գնահատել եք 23-ը, 24-ը, 25-ը, նորմալ է եղել, հա, նորմալ է, թղթերով նորմալ է, շատ դեպքերում լինում։ Բայց կներեք, ես ավարտեմ, թղթերով նորմալ է լինում, բայց իրականում, այսինքն իրական աուդիտի, իրական ստուգման հնարավորությունը պետք է ոչ թե պարզես թղթի վրա սարքը կա թե չէ, բայց ֆիզիկապես գետնի վրա այդ սարքը տեղադրված է թե չէ, ֆիզիկապես պատրաստ է թե չէ, ֆիզիկապես հնարավորություն ունենք ապահովենք էսի թե չէ։ Հիմա ասում եք, այդտեղ 4.7 դրամ բարձրացել, այդտեղ բացարձակապես հետ կապ չունի։ Շատ բարի, հետ կապ չունեն այս 4.7 դրամի բարձրացման հետ, վարույթը կամփոփվի։ Խնդիրը հետևյալի մեջ այն ձեր բոլոր բարձրացած հարցերը հնարավոր է բարձել վարույթի շրջանակներում։ Վարույթը հարուցվում է հանրայցառություններ կարգավորող մարմնի կողմից, նախագահի կողմից վարույթը իրականացում է Դե ես ուրիշ բան ասեմ, պարոն Ավետիսյան, այլ բայց 30 տարի ինչ կար է, պարոն Ավետիսյան, 30 տարի ինչ կար, այդ լավ քննարկում չի։ Հիմա ասում եմ կոնկրետ կա խնդիր, այդ կոնկրետ խնդրի մասին խոսում ենք։ Ես ձեզ ասում եմ ևս մեկ անգամ, որպեսզի պարզել, եղել է խախտում չի եղել, պետք է ժամանակավոր կառավարիչ պետք է նախաձեռնի վարույթի շրջանակներում պետք է իրականացնեն գործողություններ։ Ինչ վերաբերում է հեծի
դերակատարությունը գնի բարձրացման մեջ մեծ է, փոքր է եւ այլն, ես հիմա չեմ կարող այս փուլում որևիցե դատողություն անել, դուք էլ չեք կարող։ Քանի դեռ չունեք վերջնական աուդիտային տվյալներ այդ գնագոյացման այս հատվածի վերաբերյալ։